Ես Մարիամ Գալստյանն եմ, նկարիչ եմ, ու նկարիչ լինելու արմատներս գնում են դեպի իմ ընտանիք, դեպի մորաքույրս, ով ինքը նկարիչ լինելով, ստեղծագործելով, մնացել է գյուղում, երկար տարիներ աշխատում է, ստեղծագործում է, երեխաներին ուղղորդում է դեպի արվեստի աշխարհ, ու իր օրինակին հետևելով ես եւս մնացի գյուղում, այսինքն տեղափոխվեցի քաղաք, սովորեցի Գեղարվեստի ակադեմիան ավարտեցի, հետո վերադարձա ու սկսեցի ստեղծագործել ու աշխատել նաեւ երեխաների հետ։ Ես զգացել եմ այսպիսի մի ուղղվածություն, որ բոլոր քիչ թե շատ իրենց ոլորտում տաղանդավոր մարդիկ աշխատում են, գնալ են տեղ, որտեղ ավելի շատ են կենտրոնացված հնարավորությունները, աշխատելու իրենց ապագայի վրա եւ դա շատ գովելի է, բայց այդպես ունենում ենք մի իրավիճակ, երբ որ բոլորը հավաքված են լինում մի կետում, օրինակ բոլորը հավաքված են լինում Երևանում, որպեսզի նաեւ համապատասխան շրջանակների մեջ լինեն, կարողանան առաջընթաց գրանցել, կարողանան ցուցադրվել, ավելի հաջողակ լինել, բայց ես գտա իմ ոսկե միջինը, երբ որ աշխատում ու ստեղծագործում եմ գյուղում, իմ ներուժը վերցնում եմ գյուղից, բնությունից, ինձ ավելի հանգիստ եմ զգում ստեղծագործելիս, բայց շատ ավելի ակտիվորեն, քան երբ որ գտնվում եմ Երևանում, կարողանում եմ մասնակցել տարբեր ցուցահանդեսների, թե Հայաստանում, թե միջազգային ցուցահանդեսների տարբեր երկրներում ու կարողանալ ինքնառեալիզացվել։ Անցում է այնքան բնական է եղել, որ ես երբեք չեմ մտածել, որ ես լինելու եմ նկարիչ կամ չեմ լինելու։ Այսինքն մենք ունեինք մի իրավիճակ տանը, երբ որ ամենուր ներկեր էին, թերթեր էին, մատիտներ էին եւ այլն, եւ բնականաբար որպես երեխա ինձ ամենաշատը գույներն էին գրավում։ Մենք ունեինք իրավիճակ, երբ որ մորաքույրը մի քանի ներկ բաց էր թողում հանկարծ նկարի հետ, հետո հետ էր գալիս, տեսնում էր նկարը բավականաչափ փոփոխվել է, իմ թեթև մի քանի տարեկան ձեռքերով։ Ու այդպես ստացվեց, որ ինձ համար ջրաներ գնեցին, գուաշ գնեցին եւ այլն, այսինքն այդ process-ը շատ բնական է ստացվել։ Ես երբեք չեմ մտածել, ես սիրում եմ, թե չեմ սիրում, որովհետեւ իմ ամենասիրած զբաղմունքն է եղել, երբ դասերը ավարտել եմ դպրոցում, որևէ բան չեմ ունեցել անելու, իմ մոտ չի եղել այդպիսի մի բան, որ գնամ խաղալու, թե նկար կնկարեմ, հա, սիրով նստել նկարել եմ, առավոտն արթնացել եմ, որ մի հատ էլ նկարեմ։ Ինքը ուտելու, շնչելու, ապրելու պես, առանց չափազանցության, առանց մեծամտության, մի բան է, որ ինքս ինձ հետ հաշտեցնում է, խաղաղացնում է հոգիս, աշխարհի հետ հաշտեցնում է, նստեցնում է սեղանի կողքը նկարակալի առաջ ու այն աշխարհները, որ ներսում են, ես կարողանում եմ այդ աշխարհները տեսանելի դարձնել ուրիշների համար։ Կան նկարիչներ, որոնք ստեղծագործում են կոնկրետ կոմպոզիցիոն մտահղացմամբ, իրենք նստում են երկար մշակում են, էսքիզավորում են նկարը միջ վերջնական փուլին հասցնելը, իմ մոտ դա միանգամից է լինում։ Այսինքն սա կարծես երկու աշխարհների ճամփաբաժային արտաքին ու ներքին աշխարհների մի հատ հանդիպում է, որ տեղի անում կտավի մակերեսի վրա։ Դրա համար ինքը ինձ համար բնական կարիք է, ավելի բնական, քան մնացած բաները, որովհետև երբեմն մոռանում եմ ուտեմ, մամաս գալիս ասում է, Մարիամ հաց կեր, ոչինչ ներկերը չեն ջորանում։ Ու այդպես ինչ-որ իրավիճակ է ինձ մոտ։ Բայց դրան գումարած նաև ես որպես պրոֆեսիոնալ նկարիչ իհարկե կարևորում եմ նաև այդ նկարները աշխարհ հանելու process-ը, որովհետև բոլոր նկարիչները ինչ-որ չափով ինտրովերտ են, բայց աշխարհը երբեք չի իմանա քո մասին, եթե դու չորոշես պատմել դրանց մասին։ Դասավանդում եմ, աշխատում եմ փոքրերի հետ, ունեմ 4 տարեկանից սկսած բալիկներ մշակույթի կենտրոնում։ Ունեմ նաև բավական հասուն տարիքի ուսանողներ, որոնք հետագայում իրենց ուսումը շարունակում են բուհերում, Հայաստանի տարբեր բուհերում։ Մենք ունենք տարբեր խմբակներ, ունենք երաժշտական խմբակ, շախմատի, բարի մի քանի խմբակներ ունենք, այսինքն բավականին մեծ քանակությամբ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են, ունենք նկարչական, դհոլի խմբակ, այսինքն բոլոր տարբերակներով ունենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս երեխային բազմակողմանի զարգանալ։ Նաև մարզական իմաստով կան կարատեի խմբակներ, շատ հիանալի մասնագետներ կան երիտասարդներից, ովքեր գնացել են, ուսում են ստացել Երևանում եւ վերադարձել են,
են, որպեսզի զարգացնեն մեր համայնքը։ Դարձյալ միայն տեղական չդառնալով, այսինքն ոչ միայն կիսելով իրենց գիտելիքը, այլև մենք աշխատում ենք վերցնել տալով այն, ինչ մենք վերցրել ենք ուրիշ տեղից, նաև այդ երեխաներին հանել ինչ որ ասպարեզ մարզական առումով, մարզական ոլորտում, նկարչական առումով, նկարչական ոլորտում մասնակցելով տարբեր մրցույթների, դե իհարկե նեկտարիսաների հաջողությունները անգերազանցելի են մնում, որովհետև տարիների ընթացքում տասնյակ երեխաներ միջազգային մրցույթներից առաջին, երկրորդ հատուկ մրցանակներ են բերում։ Այս պահին աշխատում եմ 2 ցուցահանդեսի վրա։ Նախատեսվում է աշխատանքներից 15-ը տանել Եվրոպա եւ մյուսը մեր հարևան Իրանում ցուցահանդես անհատական մի քանի քաղաքներում։ Չեմ կարող վստահաբար ասել ինչ կլինի հետո, որովհետեւ շատ կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, շատ կախված է հնարավորություններից եւ իհարկե եթե լինեն հնարավորություններ ավելի ամուր կանգնելու ոտքերի վրա ու ավելի պիտանի լինելու թե իմ ընտանիքին, թե իմ երկրին, գտնվելով մեկ այլ վայրում, ես կնախընտրեմ լինել ավելի պինդ ու ամուր անձնավորություն։ Բայց միևնույնն է, կա մի տեղ, որը դու տուն ես անվանում ու միշտ հետ ես գալիս։ Այդ տունը կարող է լինել 4 պատերով, կարող է լինել մի տարածք, որը չունի պատեր, բայց որը շատ ամուր է իր անտեսանելի պատերով։ Այդ երկիրը կանչում է։